Գարունա, ապրանքներ ենք ներմուծում եւ առաքում հորեկա ցանցում, այսինքն կաֆե, ռեստորան, հյուրանոց։ Հիմա այս տարվա հունվարից մինչև այս խնդիրը չի եղել։ Երկրորդ գիծ մեքենաները կանգնել են, ապրանքը տվել, շարժվել են, երբեք խնդիր չի եղել առաքման մեքենաների հետ կապված։ Հիմա այս խնդիրը այս տարվա հունվարից բոլոր մեքենաներին տուգանք է գալիս եւ 0.25 միավոր վարորդից հանվում է բալերից։ Հիմա այս խնդիրը համատարած է, ես երեք մի քանի կազմակերպության հետ եմ խոսացել, բոլորի մոտ այս խնդիրը առկա է ու վարորդները հրաժարվում են քշել, որտեղ եթե նույնիսկ հիմնարկ ասենք վճարի տուգանքները, հա, իրանք միավորներից են զրկվում, կորցնել են վարորդական իրավունքը։ Իսկ մեր քաղաքում, ասենք կենտրոնում օրինակ առաքում անելու երկրորդ գիծ չկանգնել, դա անհնարին է, որովհետև ոչ միտեղ կանգնելու տեղ չկա, օրինակ Աբովյան փողոցը սա կաֆե ռեստորան է, ասենք այնտեղ տեղ չկա կանգնելու մեքենան ապրանք տա։ Դաժե եթե երկրորդ գիծ չի կանգնում, առաջի գիծ մեկը արգելված է այդտեղ կայանում է։ Այսինքն մինչև այս հունվար 26 թվականի երբեք նման խնդիր չի եղել։ Հիմա այս խնդիրը կա բոլորի մոտ ու ոնց որ բոլորի մոտ այդ նույն հարցն է առաջանում, ոնց պետք է աշխատենք, ոնց պետք է առաքում արվի ու ոնց պետք է առաքիչները вообще ոնց են մարդ գտնելու, որ աշխատեն այդ առաքիչները։ Երբեք չի եղել, այս 5-6 տարի է մեր կազմակերպությունը աշխատում է, երբեք այդպես խնդիր չի եղել։ Հիմա այս հունվարին արդեն 8 հատ եկել է տուգանք ու հələ վստահ եմ, որ էլի գալու է, որտեղ ամեն օր կանգնում են։ Գումարային զեղչերով մուծելու դեպքում մի 20 քանի հազար նացել է բան, գայի վարչություն, Իսակովի վրա։ Իրան ընդ ասել են, որ ոչ մի բանով դες չենք կարող օգնենք։ Ես էկոնոմիկայի նախարարին եմ գրել, ոչ մի արձագանք պատասխան չեմ ստացել։ Հիմա ես չգիտեմ, այս խնդրով ում դիմեմ, դրա համար ինձ պետք է այս խնդիրը ինչ-որ մի ձև բարձրաձայնվի, հիմա երեք էլի խոսում էի մի կազմակերպության հետ, ասում է երևի հավաքվենք գնանք կառավարություն, բայց դա հարցի լուծում չի, մի հատ այս լուծումը, այս հարցը ես ուզում եմ հասկանալ որտեղ պետք է հասնի, որ այս հարցը լուծվի։